1971 թվական, հունիսի 17 Ավտովթարի զոհ են դառնում մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակն ու իր կինը, Նելի Մենաղարաշվիլին։ Խորհրդային իշխանությունների ահից գրեթե ոչ ոք չանդրադարձավ այս առեղծվածային դեպքին։ Խորհրդային իշխանություններն արդեն իսկ որդեգրել էին մեկ ավանդույթ՝ խաղից դուրս թողնել նրանց, ովքեր կհամարձակվային խոսել։ Խաղից դուրս հանելու տարբերակներից էր նաև հանկարծակի վթարներն ու վրաերթերը։ Հասարակության մեջ կար հիմնական մեկ կարծիք, ըստ որի Սևակը ավտովթարի զոհ է դարձել խորհրդային իշխանությունների պատվերով։ Սկսենք սկզբից։ Սևակը վարորդական իրավունք էր ստացել դեպքից օրեր առաջ և հետևաբար մեքենա վարել լավ չի իմացել, բայց այդ օրը նա պետք է գար Երևան, որտեղից պետք է մեկներ Թիֆլիս զոքանչի 40-ին։ Բանաստեղծի վարորդը հրաժարվել է մեքենան վարել, պատճառաբանելով, որ գործեր ունի։ Սևակն ինքն է որոշել վարել ու իր կնոջը Նելի Մենաղարաշվիլիին ասել է, որ եթե կարողանա մեքենան դուրս հանել ավտոտնակից, ապա ճանապարհ կընկնեն։ Կինը նստում է ամուսնու կողքին, իսկ նրանց երկու որդիները մեքենայի հետնամասում։ Սևակի մեքենան բախվում է հայրենի գյուղից 8 կիլոմետր հեռավորության վրա, որն էլ դառնում է մեծ բանաստեղծի մահվան պատճառը։ Սևակը մահացավ տեղում, իսկ նրա կինը դեպքից մեկ ժամ անց։ Երեխաները ստանում են փոքր քերծվածքներ և բարեբախտաբար ողջ մնում։